Նիկոլ Փաշինյանը համառորեն իր քիթը չի հանում վեհափառի եւ սրբազանների անկողնուց, չնայած Հայաստանի Սահմանադրության 17-րդ հոդվածով ինքը որևէ նման լիազորություն չունի, որովհետև Հայաստանի Սահմանադրությամբ եկեղեցին անջատ է պետությունից, ինչպես բազմաթիվ արևմտյան ժողովրդավարության երկրներում, որոնց ցիտել սիրում է Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ժողովրդին ահա որ հետաքրքիր է սրբազանների անկողինը, բարձի դիրքը, այդ թվում նաև կաթողիկոսի անկողինը։ Նիկոլ Փաշինյան, ժողովրդին ահա որ հետաքրքիր է, օրինակ, շատ ավելի կարևոր խնդիր, թե 19 թվականի ապրիլին, այնուհետև հունիսին ռուս համանախագահ Պապովը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ինչ առաջարկ է դրել քո սեղանին, որը ընդունելի դեպքում Արցախը մնալու էր հայկական, որը ընդունելու դեպքում չէր լինելու այս արյունահեղ պատերազմը, չէր լինելու 5000 եւ ավելի զոհերը, չէին լինելու տասնյակ հազարից ավելի հաշմված ճակատագրերը, չէին լինելու հազարավոր անհետ կորածները, չէին լինելու մոտ 200-ի հասնող ռազմագերիները, որոնցից ընդամենը 23-ի գոյությունն է ընդունում Ալիևին։ Ժողովրդին դա է հետաքրքիր։ Հրապարակի 19 թվականի Պապովի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկը քեզ ուղված, որը դու պահել ես ու չես հրապարակում, որը դու չես ներկայացրել ժողովրդին, եւ այդ մասին մենք իմացել ենք այդ առաջարկից շատ ժամանակ անց, երբ որ այլևս արյունահեղ պատերազմ էր։ Կրկնում եմ, այն նախկին առաջարկները ԵԱՀԿ Մինսկի խմբի, որ ասում ես կանձիցաների մեջ կամ սառնարանի ոտի տակը չես կարողանում գտնել, սա գոնե անձամբ ներկայացվել է քեզ եւ կրկնում եմ, չհրապարակելը ժամանակին այդ փաստաթուղթը դա պետական դավաճանություն է եւ հանցագործություն է, որովհետեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկները այնպիսին էին, որը թույլ էր տալու պահել հայկական Արցախ եւ ամենակարևորը չէին լինելու 5000 եւ ավելի ուրեմն զոհերը։ Հիմա առաջարկ ունեմ քեզ Նիկոլ, արի անցկացնենք համաժողովրդական հարցում։ Հարց. ժողովրդին հետաքրքրում է վեհափառի կամ սրբազանների կուսակրոն լինելը թե ոչ,